Հետհեղափոխական Հայաստանում այնպես է ստացվել, որ ուժային կառույցների բարձրաստիճան աշխատակիցները ստանում են գեներալի կոչում, սակայն մեծ շուքով կոչումներ ստանալուց հետո ազատվում են պաշտոնից ու հետո հայտնվում մեղադյալի աթոռին ու բռնում բանտի ճանապարհը։ Առաջին մեկնարկը 2019 թվականին տվեցին Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Օսիպյանին շնորհվել էր ոստիկանության գեներալ-մայորի, իսկ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին էլ գեներալ-մայորի զինվորական կոչում։ Եվ ահա նոր կոչում ստանալուց 2 ամիս անց Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, որն էլ հաստատվել էր։ Իսկ Օսիպյանը հեռացավ Արթուր Վանեցյանից 2 օր անց նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով եւ վարչապետի առաջարկությամբ։ Իսկ ահա 3 Վալերի Օսիպյանը հայտնվեց արդեն մեղադյալի աթոռին, եւ այն էլ մարտի 1-ի քրեական գործով։ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհվեց, սակայն 4 ամիս անց նրան ազատեցին պաշտոնից, ու մինչ օրս Օնիկ Գասպարյանը քննչական մարմիններ են տանում ու բերում, հարցաքննում, իսկ թե ինչ կլինի հետո դժվար չէ կանխատեսել։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին շնորհեց ազգային հերոսի կոչում։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում փառքով պսակեցին իրենց եւ կարժանանան ազգային հերոսի կոչմանը։ Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը հանուն հայրենիքի։ Սոս ցանցի իր էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն 4 ամիս անց Տիրան Խաչատրյանը ազատվեց պաշտոնից ու հիմա մի քանի գործերով մեղադյալի աթոռին է։ Դատարաններում կռիվ է տալիս ընդդեմ իրեն գեներալի կոչում շնորհած Նիկոլ Փաշինյանին։ Նույն կարգավիճակում է արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Փաշինյանի կողմից հերոսի կոչում ստացած Փիլոյանը կաշառքի գործով է անցնում։ Ահա եւ ինչ ճակատագրերի են արժանացել հետհեղափոխական Հայաստանում պաշտոն ստացած գեներալի կոչման արժանացած պաշտոնյաները։